Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր սիրով հյուրընկալել եմ հայագետ թարգմանի չհրապարակախոս գրող Լիա Ավետիսյանին։ Շատ կարևոր ասելիքով է եկել։ Մնացեք մեզ հետ։ Մոռացի, մենք հիմա կանգնել ենք շատ դրական վիճակի առջև, որ մեր ազգը հիմա մենք դրական բանի մեջ ենք մտել, դուք ինչ եք բացասականով նայում։ Հիմա ինչպիսի վտանգավոր ալիքներ եք տեսնում Ադրբեջանից։ Ես գիտեմ, որ հայ ժողովուրդը սկսում է արթնանալ։ Ինչ է ստացվում, որ ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի ստացել։ Այստեղից մի եզրակացություն պարզ։ Սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Թուրքի ռիսկը ինչ է։ Ադրբեջանի ռիսկը ինչ է արձակվի մեր վրա։ Այսօր Արևը Հայաստանից ինչ է սպասում Տիկին Ավետիսյան։ Փրկություն է սպասում Ալիևը, որովհետև Ալիևի վիճակը իր երկրում շատ վատն է։ Իրան ատելով ատում է ամբողջ ազգ։ Ինչու է ադրբեջանական մեդիան գրողում եւ գրում, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը անխուսափելի է։ Սա կանխատեսում է, պայմանավորվածություն է, թե պարզապես հոգեբանական ճնշում է։ Շուլերն են դրանք։ Մի հավատացեք, գրողի ծոցն են գնալու ջանս։ Մենք կարևոր փուլ ենք մտել։ Եվ Ալիևը ինչի է հանդիպելու։ Մի հատ լավ պարանի, որ գնա կախվի։ Բարև ձեզ Տիկին Ավետիսյան։ Շատ բարև ձեզ։ Նախ ընդունեք շնորհավորանքներս ձեր գրքի շնորհանդեսի մասով։ Գիրք, որը շատ կարևոր է եւ գիրք, որը շատ մարդկանց կյանքում կարող է շատ բան փոխել զուտ կարդալով այս գիրքը։ Այս անհավանական հայերը։ Խնդրում եմ նախ եւ առաջ մի քանի բառով ներկայացրեք ձեր այս գիրքը, հետո շարժվենք առաջ։ 1919 թվականին Լորենս Արաբացին ազգերի լիգայի ժողովի միջանցքներում հարցազրույց է տվել ամերիկյան մի հատ ժուրնալիստի։ Եվ անդրադառնալով հայերին բազում հետաքրքիր բաներ է ասել, եւ այդ թվում ասել է Armenians are impossible։ Ինչը պետքա թարգմանել անհավանական են հայերը, Mission is impossible, կինո կա։ Բայց ռուսերեն թարգմանել են շատ զզվելի ձևով։ Это невозможно Armenia։ Այսինքն անտանելի հայերը։ Ես պիտումնավոր վերցրել եմ սա վերնագիրը, այդտեղ առանձին գլուխ կա այդ Լորենս Արաբացու խոսացածներից, ես միտումնավոր անդրադարձել եմ այդ բանին ու վերնագիրը դրել եմ, որովհետև անհավանական են հայերը, ինքն էլ է ասում որ անհավանական են, ասում է կան քաղաքակիրթ ազգեր, կան շատ քաղաքակիրթ ազգեր, բայց հայերը անհավանական են, իրանք գերքաղաքակիրթ են, իրանք ժուրնալիստն էլ հասկանալով, որ գործ ունի ջուդի հետ, ասեց, բայց ուրիշ ազգեր էլ կան, չի ասում հասկանում եմ ինչ եք ասում, այո, հուդազուները ունեն փիլիսոփաներ, ունեն խելացի մարդիկ, բայց հայերի հետ մի համեմատեք, հայերը անհավանական են, ասում է, երբ որ կոտորածի ժամանակ ես իմ աչքով եմ տեսել, որ հայ մայրը Տերզորի անապատում վերջի կաթիլները ջրի թափում էր հողի մեջ, որ կարողանար հայոց տառերը գրեր երեխեքին սովորացրեր, գիտեր, որ վաղը ինքը էլ չի լինի։ Էդ են հայերը։ Ու ասեց, բայց այդքան գովելուց հետո ասեց, որ դրանց 100 տարին մեկ պետք է վերացնել, որովհետև այլապես իրանք աշխարհը կտիրեն։ Տիկին Ավետիսյան, Լորենս Արաբացին գիտենք ազգությամբ ով է եղել եւ ինչ մտքերի ու հայացքների տեր է եղել։ Ինչպես է, այսպես ասած, լեզուն պտտվել հայերի կարևոր առանձնահատկությունների մասին բարձրաձայնելու։ Հոգուտ մատաղ 19 թիվն է։ Դեռ Հայաստանը ոչ մեկինն է։ Դեռ հույս կա, որ ֆրանսիական մանդատ կվերցնի, հույս կա, որ ամերիկան փեշի տակ կվերցնի, ոնց որ հիմա է։
Ու դրա համար ինքը ասում է, ամեն անգամ երբ որ սրանց վերջը տվել ենք, 100 տարի հետո եկել ենք, տեսել ենք հարուստ համայնք, որովհետև մի Ադամ, մի Եվա մնացել են հայ, ցերեկը չարքաշ աշխատել են, գիշերը թազա հայեր են ստեղծել։ Բաց ասում է, այդ ժուրնալիստը ասում է լավ, բա մեզ ինչի եք ասում։ Ասեց դուք փորձ ունեք, դուք ձեր հնդկացիներին այդպես չեք արել, հիմա իրանց արեք։ Ինքը հո բոսաշրջիկ չէր, ինքը հետախույզ էր։ Սերիկա էր, ու Սերիկայի որդի էր։ Իր մայրիկը Անգլիայում մի հատ մեծահարուստի 4 աղջիկների դայակն էր։ Հայրիկին տարավ ընտանիքից։ Ունեցավ 4 տղա սիմետրիկ։ Ու այս Լորենս Արաբացին իրան ցույց են տալիս Սիրիուն կինոյում։ Իր ոտերը 50 սանտիմետր էին։ Ոտերը շատ կարճ էին, ոչ թե ինքը կարճահասակ էր, այլ ինքը ուռոդ էր։ Ուռոդի պես էլ իրան պահում էր, որովհետև ինքը արաբի շորեր հագնում, արաբների, բեդվինների կողքին քնումվեր էր կենում, բայց ինքը նախապատրաստում էր հող, որպեսի վաղը այդեղ ջհուդը գա ու տիրի։ Այդ իրանց ձևական բաները հնագիտական հետազոտությունները իրականում են, որ իրանք պարզում էին, ինչ թեմեր են այդեղ ապրում, ովքեր են ապրում, ինչքան մարդ կա, ինչ չկա, որ այդ հողերը առնեն մի քանի հատ, հետո էլ մնացածը զավթեն ու դառնա այսօրվա այն երկիրը, որ ռմբակոծում է հարևաններին։ Տիկին Ավետիսյան, մենք դեռևս կանդրադառնանք ձեր գրքին եւ ոչ միայն այս գրքին, ձեր հեղինակած մյուս գրքերին, նաև կխոսենք այնտեղ զետեղված կարևորի մասին, ինչ վերաբերում է հային ու Հայաստանին, ուզում եմ մի ակնարկ անեք։ Հայաստանում ավարտվեցին, այսպես ասած, խորհրդարանական ընտրությունները։ Դեռ միջորս ճշտվում են արդյունքները եւ փորձում են հասկանալ ով որ դիրքում է։ Ըստ ձեզ, այս խորհրդարանական ընտրությունները ինչ ցույց տվեցին։ Դուք ինչ հասկացաք։ Սա ինչ էր։ Սա ցույց տվեց հայերեն ասած բեսպրեդել։ Սա այսպիսի խայտարակություն, ես շատ քվեարկություններ եմ տեսել։ Մի քանիսին ես հանձնաժողովի անդամ եմ եղել, տեսել եմ, բայց այսպիսի անամոթություն չեմ տեսել, որ գիշերվա կեսին հələ 10%-ը չհաշված վերցնում են ու հայտարարում են, որ հաղթողը մենք ենք, այն մայմունչիկներ Վրաստանից շնորհավորում է։ Ով է տենց բան տեսել, երբ է տենց բան եղել։ Չի կարելի, այդքան չի կարելի։ Այսօր վարչապետը բաներ մամլո ասուլից էր տալիս։ Ինքը արդեն ինչ որ որոշել էր, ասում է անում եմ, մի անում ենք Թուրքիայի, Ախալքալակով երկաթ գիծը, բան Ադրբեջանով ուղարկում ենք միրգը մթերքը Ղրղստան, ինչ ասես դուս տվեց։ Ամոթ չի, բա այն մարդիկ հլը բան են անում, հաշվում են ձեր ստերը, ու հաշվում են ոնց, մենք ընտրությունների օրը ցերեկը գնացինք, տեսանք, որ անհնար է մասնակցել, շատ էր, հերթը այսպես ոլորաձև էր, դրա համար թողեցինք երեկոյան գնացինք ընտրելու, գրողների միությունում էր, շատ լավ կազմակերպած էր, բայց ժողովուրդը շատ էր, ու ես հերվից տեսա այդեղ իմ քո հանդիսատեսի հետ կանգնած խոսում էի մի քանի հոգի կար, հերվից գալիս էին տատիկ ու պապիկ զառամյալ 80 լավ անց, քայլակով էր այդ կինը, կամաց դանդաղ եկան իրանք մասնակցեցին քվեարկությանը, ես այտենց մարդ չեմ ճանաչում, որ չի մասնակցել, միակ մարդը, որ չի մասնակցել, իմ ընկերուհու որդին է, որ բանակից եկել էր, որ մասնակցեր քվեարկությանը, ինքը սպա է, իրանք երբ որ գնում են բանակ, իրանց վերցնում են, իրանց դուրս են գրում,
տնային գրքից իրանք բան անուն ինչ է գրանցումից Գրանցամատյանից։ հա այսինքն իրանք ինքը երբ որ եկավ որ մասնակցի իրան ասեցին բա ձեր կտրոնը ուր է որ դուք կարող եք մասնակցել գրանցման ասեց չկա հետո բարձեցինք որ շտաբում նստած միած սրիկա իմանալով որ երեխեն ուրիշ քաղաքական հայացքներ ունի իրան չի կանչի չի տվել այդ կտրոնը գիտես ինչ շատ ակտիվ էր ժողովուրդը հրաշալի էր եւ ամենուր ոչ միայն Երևանի կենտրոնը ամենուր էր այդպես բայց հիմա երբ որ արդյունքները իբր թե ամփոփեցին սուտ ու սկսել են տեղից վեր կացողները ասել հայր էս չեք օխլսեք սխալ եք ընտրե չեք ընտրե ամոթ չի սեփական ազգին դու ոնց ես օխլս ասում դու ով ես չի կարելի որ հայի վերաբերյալ վերից վար նայի ու այդպիսի հեգնանքով խոսի շատ ամոթ է եթե այդպես է խոսում ինքը հայ չի ուրեմն Տիկին Ավետիսյան, անկախ փոփոխություններից, այս թվերի փոփոխություններից, ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը չունի եւ չի ունենալու սահմանադրական մեծամասնություն։ Եթե չի ունենալու, հետեւաբար չի կարող մենմենակ որոշակի հարցերի լուծումները տալ։ Գիտենք նաեւ, որ դրան զուգահեռ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով պահանջում է Հայաստանից սահմանադրության փոփոխություն։ Ները պահանջի։ Թող պահանջի։ Սահմանադրության փոփոխության մեկնարկը տեսնում եք։ Ոչ մի դեպքում։ Ասենք թե Ադրբեջանը պահանջում է, որ կենտրոնական հրապարակը մենք Բաքվի հրապարակ անվանենք, այ քիչ բան։ Իրանք ով են։ Վերտեղից վերկացողը կարող է մեզնից բան պահանջել։ Հələ թող սպասեն, Այս ընտրությունները ավարտվեն եւ ազգային ժողովը ձևավորվի, դեռ հարց է, այդ ստորագրած փաստաթղթերը անվավեր կճանաչվեն, թե չէ։ Էդ էլ կա։ Ինչ եք տեսնում, կարող է Հայաստանում հասունանա հանրաքվե անցկացնելու այդ միտքը սահմանադրության։ Ես կարծում եմ ոչ, մենք պետք է դեռ այդ Նիկոլը որ անվանում է եռագլուխ վրեժ, ինչ եռագլուխ կուսակցություն, ներ, դեռ կարող է, ես լավատես եմ, այն որ ասում են մանդատները թող չընդունեն, սխալ է։ Մանդատները ես գիտես նման դեպքերում ես միշտ մտնում եմ պատմության խորքերը։ Պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան հրաժարվել են մանդատներից եւ դուրս են թափել փողոց, երբեք արդյունքի չեն եկել։ Փողոց դուրս գալով հարցի լուծում հնարավոր է։ Ոչ, հնարավոր չի։ Դեղին ժիլետները Ֆրանսիայում 2-3 տարի ֆրֆռում էին, ինչ արին, էլի մակարոնը մնաց։ Վրաստանում էլի մի տարիից ավել իրանք դուրսը կանգնած էին։ Այդ ծույլ ժողովուրդներին դա սազական է, որովհետև ժամանց է համել։ Մեզ սազական չի եւ անիմաստ է։ Դեպքեր են եղել օրինակ, որ Խորվաթիայում երբ որ սոցիալիստական ճամբարը պետք է հանդեին, այդ ընտրությունները հայտարարում էին անբարո, մանդատները չէին վերցնում, դուրս էին թափում փողոց, ոչ մի բան չէր ստացվում։ Միակ բանը, որ ստացվեց, երբ 89 թվին Լեհաստանում, երբ որ իրանց այդ օպոզիցիոն կուսակցությունը ոնց էր կոչվում Լեխ Վալենսաներ ղեկավարը, իրանք հաղթեցին, իրանց մեջքին էլ բաները Հռոմի պապն էր կանգնած, որը լեհ էր։ Իրանք սկսեցին կոտրել սոցիալիստական ճամբարը։ Երբ որ չկա այդպիսի հզոր մեջք, չեն հաղթի։
Մերոնք պետք է վերցնեն մանդատները, բայց պետք է դառնան մի բռունցք։ Այդ երեք ուժը եւ ոչ միայն երեք ուժը, օրինակ Թաթոյանը շատ խելացի իրավաբան է։ Իրան էլ ներգրավեն, իրանք պահանջեն, որ սահմանադրական դատարանը անվավեր ճանաչի բազմաթիվ ընտրական տարածքների արդյունքները, սովորաբար դա ամիսներ է տևում, բայց դրա համար հենց պետք է իրանք մանդատները ընդունեն եւ նստեն, մտնեն ազգային ժողով։ Հայաստանում ընտրությունների արդյունքներ արդեն պարզ էր դառնում, թե ով պետք է հաղթեր, որ կուսակցությունը, ով պետք է դառնա առաջնորդ, դրան զուգահեռ ադրբեջանական լրատվամիջոցները եւ մամուլը վխտում էր ուրախության հոդվածներով։ Ուրախանում էին, անհանգստանում էին, սա ինչ իրարանցում էր։ Գիտես ինչ, շատ կարևոր է ազդել ժողովրդի վրա բացասաբար, թշնամու վրա։ Իրանք բացասաբար են ազդում մերոնց վրա։ Նախ մերոնք սկսում են ամաչել, ասել բանը, հայի օխլոսը սխալ ընտրությունն է արել, չի եկել ժողովի, հետո երկրորդը սկսում են համակերպվել այդ վիճակի հետ, որ մենք պարտության հետ։ Այդ լավ կգնանք Թուրքիայի հետ արևտուր կանենք եւ այլն։ Այդ պարտության տրամադրությունների հետևանքն է։ Իրանք շատ լավ Բաքվում տիրապետում են ազդեցության բոլոր եղանակները, բոլոր երանգները։ Շատ լավ։ Իրանց մեջ կա թուրքը կեղծավոր է, հետո իրանց հետ աշխատում են Իսրայելի մասնագետները, հոգեբանները։ Այդպես որ մեր վրա գալիս են հզոր ալիքներ, մենք պետք է կարողանանք դիմակայենք։ Հիմա ինչպիսի վտանգավոր ալիքներ եք տեսնում Ադրբեջանից։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանին կարելի է անտեսել։ Մենք պետք է նայենք ստեղ ինչ կա։ Ստեղ, կոնկրետ ստեղ, ինչպիսի ուժեր են գործի դրված, լծված, որ մենք այդ պարտության հոգեվիճակի պատճառով չդիմադրենք խաբեությանը։ Իսկ սա խաբեություն էր, ակնհայտ խաբեություն էր։ Ինչ եք տեսնում, ինչպիսի հանգուցալուծում կգտնի սա։ Ну, ես ասում եմ, պետք է այդ երեք հաղթողները մանդատները վերցնեն, պետք է շատ գրագետ ձևով պատրաստեն սահմանադրական դատարանի հայցեր եւ հետեւողական լինեն, որպեսզի մի քանի ամսից հետո սահմանադրական դատարանը տեսնելով, որ անհնար է խաբելը, այդ իրանց հայցերը բավարարի, դա նշանակում է, որ ազգային ժողովի կազմը նորից կվերանայվի, այն կուսակցությունը, որը իրան ավելնորդ տեղել էր, բրոնյա արել, այդ ավելնորդ մարդկանց կհանի, այն կուսակցությունները, որոնք պակաս անդամ էին ունեցել, կբերեն ներս եւ կփոխվի իրավիճակը։ Թելադրողը կլինեն այդ երեքը։ Իրավիճակը կփոխվի, հա։ Իհարկե, ուղղակի իմ մեծագույն խնդրանքը, աղերսը, որ իրանք իրար հետ հաշտ լինեն, երեքը, որ միաձայն լինեն։ Գիտես ինչ կա մի հատ փորձ, պատմական փորձ։ Դա վերագրում են արաբներին, պարսիկներին, հայերին իհարկե, երբ որ պատերազմ էր, արքան Բյուզանդիային արքան հրավիրում էր իր լավագույն վստահելի մարդկանց զորապետներին եւ լավ խմում էին։ Ուտում խմում էին, հետո սկսում էին մտածել ոնց անենք, որ այդ հարցը լուծենք։ Դե գինովցած տղամարդիկ ինչ ասես առաջարկում էին։ Քարտուղարը խելոք գրում էր սա։ Հետո 2 օր անց, երբ որ այդ սա հետևանքները անցնում էին խմած լինելու, արդեն լուրջով էին հավաքվում։ Ու քարտուղարը կարդում էր, թե ինչ էին առաջարկել։
Ասում են դե լավ, ես մեկը ապուշություն եմ դուս տվել, այս մեկը չէ, բայց այս մեկը բանը օյախ ժամանակ մտքովս չէր անցնի։ Ու նույն բանը արել է Ստալինը։ Երբ որ ես հիշում եմ այդ պերիստրոյկայի ժամանակ ինչ ասես բամբասում էին Ստալինից, ասում էին դիտմամբ հավաքում էր սաղին խմացնում էր, որ նսեմացնի ոչ, ինքը բոլորին հավաքում խմացնում էր, որ նույն մեթոդով հետաքրքիր մտքեր կարողանակ կորզել։ Հիմա այս մեր երեք ուժերը թող մի հատ գնան խաշ ուտեն, թող վերջնը ձայնագրեն իրաց առաջարկները եւ որոշեն ինչ են անում։ Տիկին Ավետիսյան, ընտրաշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, եթե ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի։ Բոբոն կգա։ Ինչ է ստացվում, որ ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի ստացել։ Այստեղից մի եզրակացություն պարզ, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Տես, եթե այս սեպտեմբերին պատերազմ է լինելու այնինչ մարդկանց չեն տեղեկացնում։ Տես, արի վերլուծենք, հա, եթե այս երեք ուժերը հաղթում են, ուրեմն մենք Ռուսաստանի պես մեջք ենք ունենում։ Եթե Ռուսաստանի պես մեջք ենք ունենում, Թուրքի ռիսկը ինչ է։ Ադրբեջանի ռիսկը ինչ է հարձակվի մեր վրա։ Տրամաբանական եմ խոսում։ Բայց եթե մենք հիմա հրաժարվեցինք այդ բանից ընկերությունից, հա, ընկերություն անելուց Ռուսաստանի հետ, ամեն ինչ կարելի է սպասել, վաղը Զամբիան ու Սենեգալը կգան կհարձակվեն։ Հայաստան, դու քեզնից ինչ ես ներկայացնում։ Թուրքի ճորտ։ Հիմա մենք ինչ վտանգների առջև ենք, Տիկին Ավետիսյան, գիտակցում ենք, թե չեն գիտակցում։ Վտանգը որն է, երբ որ փողոց ես դուրս գալի, վտանգ կա, չէ, որ մեքենայի տակ կընկնես, բալկոնից քո վրա քար կընկնի եւ այլն եւ այլն, դա էլ է վտանգ, չէ։ Կյանքը ընդհանրապես վտանգավոր միջոցառում է։ Հիմա մեր կյանքը, մեր ազգային կյանքը, եթե մենք վերցրել ենք ամենաստոր, ամենաթույլ, ամենահիմար ոչխարին դրել ենք մեր հոտի առջևը, ինքը չի կարող մեզ ճիշտ ճանապարհով տանել։ Եթե հոտի առջևը դնում են այդ եղջյուր, նա շատ լավ ուղիղ տանում է մսի կոմբինատ ազգին, ոչխարների հոտին, ճիշտ է։ Ինքը տանում է մսի կոմբինատ, ինքը հետևի դռնից դուրս է գալիս։ Մենք պետք է խելք ունենանք, հասկանանք, որ մենք այն ազգն ենք, որ անընդհատ կարողացել ենք աշխարհում տիրել։ Եվ տիրել ոչ թե զենքի ուժով, այլ ընկերություն անելու, խելքի, շնորհքի շնորհիվ։ Այսօր Արլիևը Հայաստանից ինչ է սպասում, Տիկին Ավետիսյան։ Փրկություն է սպասում Ալիևը, որովհետև Ալիևի վիճակը իր երկրում շատ վատն է։ Իրան ատելով ատում է ամբողջ ազգը։ Իրան ինքը եկամուտներ չունի, որովհետև այս բանը նավթը ինքը նավթ չունի։ Ինքը նավթ վերավաճառող է։ Ինքը չի ստանում նավթ։ Իր վիճակը շատ վատն է։ Եվ իրան կարող է փրկել միայն այն նորությունը, որ տեսեք ադրբեջանցիներ, ես ոնց վերցրեցի ու ծալեցի Հայաստանը ու հայերին։ Ոնց որ այն ժամանակ ինքը Ղարաբաղը երբ որ գնաց, մտավ ֆրֆռացը տեղ ցույց տվեցին, որ այդ Իրանն է։ Այն ժամանակ էլ իր վարքագիծը բարձրացավ։ Ինքը մեր հաշվին է իր վարքագիծը բարձրացնում։ Ինքը հեղինակություն չունեցող սրիկա է։ Ինչ է կանխատեսում Տիկին Ավետիսյան, եթե այս ընտրությունները ինչ որ ձևով փոփոխություններ չկրեն իրենց մեջ,
արդեն պարզ եւ հստակ ձևով Ալիևի պահանջները կիրականանան, սահմանադրության փոփոխություն, նախաբանի փոփոխություն, տարածքային սպառնալիքներ, դրանք ինչ եք կարծում, արդեն կսկսեն կյանքի կոչվել, թե արդեն Ալիևը կհասկանա ում հետ գործ ունի։ Այդ սաղ թվարկածը մոռացի, մենք հիմա կանգնել ենք շատ դրական վիճակի առջև, որ մեր ազգը բոլորը համախմբված գնացել են ընտրություններին մասնակցել են Երևանը եւ Գյումրին հաստատ։ Ուզում եք ասեք, որ դրական էներգիայի մեջ ենք։ Այո, դրական էներգիայի մեջ ենք, բոլորս գնացել ենք եւ ընտրել ենք։ Մարդիկ խելքտեղնա նստել սկսել են հաշվել։ Տեսել են բազմաթիվ սխալներ, բազմաթիվ կեղծիքներ։ Հիմա այս բոլորը դրական ընթացքի մեջ է։ Հիմա սա կամփոփեն եւ հայցով կդիմեն սահմանադրական դատարան։ Կստանան մանդատները, ամենապուշության դեպքում բլոկ կանեն կառավարության որոշումները, ազգային ժողովի որոշումները։ Հիմա մենք դրական բանի մեջ ենք մտել, դուք ինչ եք բացասականով նայում։ Չէ, ես վարկածներն եմ փորձում քննարկել, որևէ դրական եւ բացասական լույս չեմ ուզում ստորել։ Բացասական վարկածների վրա ուշադրություն մի դարձրո, որովհետեւ Ստիպված եմ դարձնել բացասական վարկածների վրա, որովհետև թշնամի բռնապետը ամեն ինչ անում է, որպեսզի մեկ անգամ չհիշատակվի Արցախ անունը։ Ամեն ինչ անում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք երևույթը կյանքի կոչվի, լայն զիջումների գնա Հայաստանը, անկլավները վերադարձնի։ Ես հայերի ցավն եմ տանում, ուրեմն շոկոլադ են արտադրում, Արարատ։ Բանը շատ շքեղ բան են սարքել Արցախից, Արարատ։ Ինչքան ճնշում է, այդքան ժողովուրդը իր պատասխանն է տալիս։ Դա ժողովրդի մեջ է ծնվում։ Ոչ թե վախենում են, պահկվում են, ճիշտ հակառակը իրանք արձագանքում են իրանց առաջարկով։ Դե հիմա ես Արարատ եմ սարքում Արցախից, կախեք հայր ձեզնից գոհ մանեկեք։ Արարատ շոկոլադը կերեք, երեխեք Արարատը նկարեք։ Բանը մեր հիմքը շատ պինդ է, հասկանում ես, մենք չենք կարող նվազել։ Տիկին Ավետիսյան, այդ խոսքը, որ սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու, եթե սահմանադրական մեծամասնություն չձևավորվի, ինչ է այստեղից կարելի եզրակացնել։ Եթե պատերազմը կախված է միայն մեկ կուսակցությունից, այսինքն մեկ կուսակցության մեծամասնությունից, սա ինչ է նշանակում, որ Հայաստանի անվտանգության համակարգը խարխլված է, այսինքն Հայաստանի ամբողջ անվտանգության համակարգը հիմնված է մեկ կուսակցության վրա։ Կարնի Չուկովսկի մի հատ մանկական պոետ կար Սովետում։ Ինքը գրել էր մի հատ մանկական երկար բանաստեղծություն, Տառականիշը։ Ինչպես տառականը գալիս է սաղին անտառում վախացնում է։ Վագրին, Գելին, Արջին, որ բանը, ես եմ ամենաուժեղը ստեղ։ Ու ասում է, принесите-ка мне звери своих дедушек, я сегодня их за ужином скушаю։ Ես ամեն օր հիշում եմ այդ բանաստեղծությունը, որը փոքր ժամանակ աղջկա սովորացրել եմ, որովհետև շատ նման է իրավիճակին։ Այդ ինձ վախացնում է։ Я сегодня их за ужином скушаю։ Թող ինձ ասեն ռասամոլ, ռասաստրուկ եւ այլն, բայց այդ բանաստեղծությունից մենք չունենք։ Ինչու է ադրբեջանական մեդիան գրողում եւ գրում, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը անխուսափելի է։ Սա կանխատեսում է, պայմանավորվածություն է, թե պարզապես հոգեբանական ճնշում է։ Դու թղթախաղ խաղում ես։ Խաղեր կան, երբ որ դու դիտմամբ ձևացնում ես, որ ձերքիդ ուժեղ խաղակարտեր են, չէ՞։ Ձերքիդ բան չկա։ Պրեֆերանս օրինակ որ խաղում ես։ Դու ձևացնում ես, որ բանը ուժեղ է քարտը, որ վախենան։
Հիմա դրանք նույն շուլերներն են։ Շուլեր են դրանք։ Մի հավատացեք, լուրջ մի ընդունեք։ Բանը Լավրովը, որը Կալանտարով է իրականում, շատ հետաքրքիր բան ասեց։ Մեկ վարքյան Լավրովն էլ է հայ։ Հա։ Լավրովը հայ է։ Իմիջիալուց Միշուստինը, որ եկել էր Երևան, գնացել էր բանը ջազ կլուբ այդտեղ նստել էր նվագել էր, ասաց ես հայ եմ, չգիտեք որ ես հայ եմ, հայրեն էր ասել, չգիտեք որ ես հայ եմ։ Միշուստինը։ Միշուստինը, ու պատի վրա էլ ստորագրել է այդտեղ։ Աշկովս չի ընկել ամեն դեպքում չեմ հիշում Տիկին Ավետիսյան։ Ինչը չես։ Դու ջազ կլուբ գնում ես։ Հաճախում ես։ Այդ գրառումը չեմ տեսել։ Պատի վրա։ Գնանա։ Լավ։ Հիմա բանը Լավրովը ասում է իրանք որ դրել էին իրանց բանի կուսակցության անունը ելք։ Իրանք երևի ՕԴԿԲ-ից դուրս գալու պատճառով էին այդ նախատեսել են ժամանակ։ Եթե հայերը չգիտես դες բան մտքովդ կանցնի։ Տիկին Ավետիսյան, այս ընտրությունները ինչ ցույց տվեցին, Ադրբեջանի հետ խաղաղություն կնքվելու է թե ոչ։ Ոչ այն պայմաններով, որոնք իրանք առաջարկում են։ Իսկ ուրիշ պայմաններ մենք չենք ընդունի։ Մենք պետք է առողջ ազգային ժողով։ Մենք կարող ենք պայմաններ առաջարկել։ Այո, երբ որ այդտեղ մտնեն նորմալ մարդիկ, ոչ թե թուրքի մոտ սովորած ստրուկներ։ Իսկ դուք տեսնում եք նորմալ մարդիկ։ Իհարկե։ Իսկապես։ Իհարկե։ Ես օրինակ վստահում եմ այդ մի քանի հոգուն այդտեղ։ Վստահում եք, տեսնում եք։ Հա, այն օրը ով էր ինձ պատմում էր։ Լավատես եք թե իրատես եք, Տիկին Ավետիսյան։ Ես լավատես իրատես եմ։ Այսինքն այս բաժակը հիմա կիսով չափ լիքն է թե դատարկ է։ Ես կարծում եմ որ լիքն է։ Եվ դա իրատեսություն է, չէ՞։ Նաև շաղախված լավատեսությամբ։ Ով էր ինձ պատմեց, կարծեմ տաքսի վարորդը։ Չէ, բան էր, մի հատ տատիկ էր։ Ստեփանակերտում այդ Սամվել Կարապետյանը մի հսկայական հիվանդանոց էր կառուցել։ Ամենաառաջավոր տեխնիկայով հագեցրած։ Ինքը Ղարաբաղցի չի։ Ինքը ոչ մի պատասխանատվություն չուներ իրենց առջև, ինչի էր արել, որտեվ ինքը լավ հայ է։ Ով որ Ղարաբաղի համար լավ գործ է արել, ուրեմն ինքը լավ հայ է։ Տիկին Ավետիսյան, այսօր այս պահի դրությամբ պատերազմի հավանականությունը ավելի շատ կախված է Բաքվի որոշումից, թե Երևանի զիջումներից, թե արտաքին խաղացողների դիրքավորումներից։ Հայաստանի գրագետ քաղաքական քայլերից, որոնց հետևանքը կլինի բարեկամական կապեր դրսի հետ կամ այնպիսի խեղճ վիճակ, որ ստիպված կլինի պարկել Բաքվի տակը։ Հայաստանը պետք է խելացի մարդկանցով ներկայացրած լինի, ոչ թե այդ թափթփուկներով, ոչ կրթություն ունեն, ոչ շնորհք ունեն, ոչ ազգային որևէ տարր ունեն իրանց հոգու մեջ, եթե հոգին կա։ Տիկին Ավետիսյան, կարելի է եզրակացնել, որ այս ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը կարող են արգելափակել, այսպես ասած, սահմանադրության փոփոխության հարցը եւ Ալիևը հասկանա, որ ինչ որ մի ձևով գոնե նրան հակադարձում են։ Իհարկե։ Բայց ես քեզ ասեմ, ժամանակ կանցնի, երբ որ արդեն լավ կպնդանա Հայաստանի վիճակը, այս սահմանադրությունը պետք է փոխել։ Ամոթալի սահմանադրությունն է, որը թարգմանված է անգլերենից։ Օրինակ, մեր դրոշի գույները գրված են կարմիր կապույտ, նարնջագույն։ Անգլերենը ծիրանագույն չունի։
Դե օրինջագրած վերցրել է տառացիորեն թարգմանել են։ Այնտեղ գրված է, որ բազմաթիվ պատմություն բառը չկա, ապագա բառը չկա, ազգ բառը չկա, այս սահմանադրությունն է, թե ինչ է, թե դեղի ինստրուկցիա է։ Նա ոչի սահմանադրությունը, այն տղան, որ սրա նախորդը, որ գրել էր Պողոսյանը, ինքը գրագետ մարդ է շատ, բայց ինքն էլ սահմանների մեջ էր։ Այն ժամանակ նույնիսկ իրանք գրել էին, որ բանա, ընտանիքը երկու անձանց միություն է։ Սեր չկա, երկու անձանց։ Մենք ինչքան լաչառություն դրեցինք ազգային ժողովում, որ ստիպեցինք փոխեն տղամարդու եւ կնոջ։ Չէ, վերջի իրանց ուզածը ուրիշ հարցում արեցին, կնոջ եւ տղամարդու գրեցին։ Ոչ թե դոմինանտը տղամարդն է, չէ։ Տղամարդու եւ կնոջ ընտանիքը, չէ։ Չէ, իրանք գրեցին կնոջ եւ տղամարդու, բայց գոնե փառք Տիրոջ, այդ մեր լաչառությունը օգնեց, բան արեցին։ Ամեն դեպքում տղամարդը եւ կինը կա։ Ահա, հիշատակեցին, հա։ Ամեն դեպքում։ Տիկին Ավետիսյան, այսօր արտաքին գործոնները ինչպես են ազդում Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, ազդում են թե չեն ազդում։ Նու նայած մարդ կա, որ նստած բամբասանք է լսում։ Չէ, գերտերությունների մասին է խոսքը։ Նու գերտերությունների բամբասանք, օրինակ շատ-շատերը լսում են ուկրաինական կայքերը YouTube-ում։ Ուկրաինան Ռուսաստանի թշնամին է, չէ։ Ուկրաինան ամեն կերպ մեզ գցում է թուշկի ջանը։ Որովհետև ինքը չի ուզում, որ մենք դաշնակից լինենք Ռուսի հետ։ Բայց շատ-շատերը Ուկրաինայի բանն են, հետևորդն են։ Հիմա Ուկրաինան է, չէ, դիրախոսույթն է, որ ասում է, եթե դուք Ռուսաստանի հետ լավ լինենք, իրանք 300,000 հայ տղա կուղարկեն իրանց պատերազմին։ Սուտ, բացարձակ սուտ։ Բայց խախուլը ինքան էլ նամուսով մարդ չի։ Իրանք փողի համար կուտը կերան Եվրոպայի, այդքան ընտանիք տնավեր արեցին, այդքան տղա թաղեցին, որտեղ բանը կրոժիվնոյ տրոսիկ էին ուզում, չէ։ Ինչ արեցին իրանց երկրի հետ, ափսոս չէր, քյոսալ երկիրը։ Ռուսերեն օգտագործելու համար ինչքան ռմբակոծեցին Դոնբասը։ Ուկրաինան չունի մի հատ գրող, որը գրել է ուկրաիներեն։ Ռուսերեն արգելում են, չէ, ոչ Շևչենկոն, ոչ Գոգոլը, ուկրաիներեն չեն գրել։ Ժամանակակից գրողները չեն գրում ուկրաիներեն։ Ուրա ժամանակակից գրողի անունն ասա։ Ուկրաինական ժամանակակից պոեզիա չկա կամ արձակ։ Անու, ազգանունը ասա։ Ես չեմ հանդիպել անկեղծ ասած։ Ես էլ չեմ հանդիպել, չնայած ես հետաքրքրվում եմ։ Նույնիսկ այն ատելության բլի բանաստեղծությունը մի հատ տաղանդավոր աղջիկ էր գրել։ Никогда мы не будем братьями ռուսին դիմելով բանաստեղծություններ գրել։ Էլի ռուսերեն էր գրել։ Որովհետև գիտես ոնց է ուկրաիներենը, ոնց որ ասենք թե նու գյումրվա բարբարը կամ Վարդենիսի բարբարը։ Բարբարա լեզու չի։ Օրինակ Բաչկոն լավ հասկացել է, ինքը բելարուսերենի հետևից այդքան չի ընկե, որտեվ գիտի, որ դա բարբարա։ Մի անգամ իր բանը հարցազրույցն է նայում, ինքը ոչ թե հարցազրույց, ինքը սիրում է շատ մարդ հավաքել ու ժամերով խոսել, Մաո Ձեդունի պես։ Ուրեմն խոսած, տեսած, իսկ ես ստիպված նայում էի, որտեվ դրանից հետո պետք է իմ հետ հարցազրույցը ցույց տային Ռուսաստանով։ Մեկ էլ նայեց առաջի շարք, ասեց, «А чего ты жопотуешь?» Ինչու ես ժպտում։ «А чего ты жопотуешь?» Ժպտալը հայերենն է իրանց մոտ։ «Чего ты жопотуешь?» Թող ոչ ոք գլուխը չհանդանի, գլուխը այդքան չգովա, հա։ Ունեն ռուսերենի պես հարուստ, չքնախ լեզու, որով նույնիսկ մեծ հայերը
ռուս ձևանալով գրել են բանաստեղծություններ, ասենք թե Ֆյոդոր Տյուչևը կամ Լերմոնտովը, թող բան անեն, հա, ընդունեն։ Այսօր Հայաստանը ինչպիսի փուլ է մտնում, ինչպիսի վերաբերմունք է ստանում Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանից։ Ինչ կա այսօր Թրամփի եւ Պուտինի մտքին Հայաստանի մասով։ Իրանց հետն էլ անեցած, ես չգիտեմ իրանց մտքին ինչ կա։ Ես գիտեմ, որ հայ ժողովուրդը սկսում է արթնանալ։ Ես գիտեմ, որ հայ ժողովուրդը միահամուռ գնացել է ընտրություններին մասնակցել է։ Ուրեմն հայ ժողովրդի բանականությունը տեղն է, հոգին տեղն է եւ հայը ուզում է իր հոգուն, իր պատմությանը, իր բանականությանը հարիր ապագա ունենա։ Եվ այդ ճանապարհը բռնել է հայը։ Եվ Ալիևը ինչի է հանդիպելու։ Մի հատ լավ պարանի, որ գնա կախվի։ Ինքը կախվելու բան է։ Ձեր ժողովրդին ուղղված խոսքում հատկապես ինչ եք ուզում հատկանշական անեք։ Ես ուզում եմ ասել, որ հայի պես ազգ չկա։ Շատ լավն են, շատ խելացի են, շատ համով են, շատ համերաշխ են, բարի են, ուղղակի պետք է խելքը երբեք չանջատեն։ Միշտ պետք է խելքը միացրած լինի, որովհետև մենք շատ համով թիքյայենք բոլոր մարդակերների համար։ Իսկ մարդակերները շատ են։ Նրանց մոտ չի ստացվելու, չէ՞, Տիկին Ավետիսյան։ Չի ստացվի, իհարկե չի ստացվի։ Հաջողության չեն հասնելու։ Երբեք։ Ուղղակի մենք պետք է զգոն լինենք ու երբեք չփորձենք հեգնել հային։ Ոչ մեկս մյուսից լավը չենք։ Բոլորս նույն գենի տերն ենք, նույն պատմության տերն ենք եւ նույն ապագայի տերն ենք։ Իսկ ինչ է սպասում թշնամուն։ Ինձ չի հետաքրքրում իրանց ապագան։ Իմ ընտանիքն է հետաքրքրում, իմ ազգն է։ Հային հայի գենը ինչ է սպասվում այդ թշնամուն։ Կգնա գրողի ծոցը։ Գրողի ծոցն են գնալու, ջանս։ Սևակը, Շիրազը, բոլորը հետ են գրել, չէ՞։ Կգնան կկորչեն վայրը, չարենց։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան, որ եկաք, ձեր տեսակետները ներկայացրեցիք։ Մեր հանդիպումները շարունակական են, հետաքրքիր թեմաներով կհանդիպենք եւ դուք ձեր հետաքրքիր տեսակետները, կանխատեսումները եւ մտքերը կներկայացնեք մեր հետևորդներին։ Ապրես հոգուտ մատաղ, շնորհակալ եմ ես։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ, ամենայն բարիք ձեզ։ Բոլորիս, մենք կարևոր փուլ ենք մտել։ Կան երկրներ, որոնք պարզապես սահմաններ ունեն, եւ կա Հայաստան, երկիր, որն ունի հոգի, երկիր, որի յուրաքանչյուր քար պատմություն է, յուրաքանչյուր լեռ հիշողություն, յուրաքանչյուր եկեղեցու զանգ դարերի խորքից եկող կանչ։ Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, երբ փորձության են ենթարկվում ոչ միայն մեր սահմանները, այլև մեր կամքը, մեր հավատը, մեր ազգային դիմագիծը։ Բայց հայ ժողովուրդը երբեք չի ապրել հեշտ ժամանակներում, բայց միշտ հայը վեր է կացել, ուղղել է մեջքը եւ շարունակել իր ճանապարհը։ Այսօր էլ մեր ամենամեծ ուժը մեր միասնությունն է, մեր հիշողությունն ու հայրենիքի հանդեպ սերը, որովհետեւ հայրենիքը միայն հող չէ, հայրենիքը մեր մայրերի աղոթքն է, զինվորի անքուն գիշերը, սահմանապահի հայացքը, մանկան ապագան եւ մեր բոլորի պատասխանատվությունը։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս հրապարակախոս, գրող, թարգմանիչ, արևելագետ, հայագետ, մի չքնաղ հայուհի Լիա Ավետիսյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։